Հայաստանի նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում։ Արդարադատության նախարարն է հայտարարել հասարակական խորհրդի առաջին նիստում։ Սրփուհի Գալյանը հրապարակման մասով ոչինչ չի ասել, նրա խոսքով մոտեցումը հետևյալն է. կենտրոնում մարդն է, քաղաքացին ժողովուրդը, իսկ կառավարման գործող կարգից շեղում չկա։ Ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պարլամենտարիզմի մեջ է, բայց շատ մեծ փոփոխություններ են արել այն համատեքստում, որ փորձել են ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ազգային ժողովին, վարչապետի գործունեության նկատմամբ եւ այլն, նշել է Սրփուհի Գալյանը։ Մոտեցումը հետևյալն է, որ կենտրոնում կրկին մարդն է, քաղաքացին, ժողովուրդը եւ շեղում կառավարման այս կարգից ըստ էության չկա, որովհետեւ այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պարլամենտարիզմի մեջ է, բայց մենք շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերը եւ բալանսավորել, օրինակ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ազգային ժողովին, վարչապետի գործունեության նկատմամբ եւ այլն։ Մարդու իրավունքների համատեքստում առաջարկելու ենք, որ երրորդ գլխում զետեղված իրավունքները որպես երկրորդ սերնդի իրավունքներ այլևս չներկայացվեն, այլ դառնան հիմնական իրավունքներ, խոսքը սոցիալական ապահովության իրավունքի եւ առողջապահության իրավունքի մասին է, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է ավելի մեծ բեռ, ավելի մեծ պոզիտիվ պարտականություն ստանձնի այդ իրավունքների պաշտպանության համատեքստում։ Դատական իշխանության հետ կապված արդեն լսել եք երևի, որ երդվյալների ինստիտուտի հնարավորություն ենք նախատեսելու, իհարկե դեպքերը եւ կարգը երդվյալների մասնակցությամբ դատավարություններ իրականացնելու պետք է սահմանվի համապատասխան օրենքներով եւ նախատեսում ենք որպես սկզբունք նաեւ գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչը այսօր չկա դատախազական համակարգում, խիստ բրգաձևության զիջումը դեպի կոլեգիալություն, մասնավորապես բարձրագույն դատական խորհրդի օրինակով առաջարկելու ենք ստեղծել դատախազական խորհուրդ, որի անունը կլինի կամ բարձրագույն դատախազական խորհուրդ կամ գլխավոր դատախազական խորհուրդ եւ առաջարկում ենք իրականացնել մի շարք փոփոխություններ, որոնց դուք հստակ կծանոթանաք, երբ տեքստը հրապարակվի։ Մարդու իրավունքների պաշտպանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին որպես կոմիտեի Հայաստանի ներկայացուցիչ։ Նիստի ընթացքում կոմիտեն քննարկել եւ ընդունել է մի շարք երկրների իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ։ Քննարկվել է ներգաղթի նպատակով պահման վայրերի եւ սոցիալական խնամքի հաստատությունների վերաբերյալ նոր չափանիշների նախագծերը։ Նիստի շրջանակում ներկայացվել են նաև կոմիտեի վերջին ամիսներին մի շարք երկրներում իրականացված այցերի վերաբերյալ բանավոր հաշվետվություններ, ինչպես նաև քննարկվել են բարձր մակարդակի հանդիպումների արդյունքները եւ ապագա այցերի ու հանդիպումների ծրագրերը։ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը մտահոգիչ հայտարարություն է արել հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրություն ուղղված Ադրբեջանի օմբուդսմենին։ Լսվում է, թե ինչպես են Վարդանյանին ընդհատում, մտահոգիչ է նաև այն, որ դատավճիռների հրապարակումից մեկ ամիս անց Բաքվում պահվող հայ գերիները դեռ չեն ստացել դատավճիռների տեքստերը ոչ մի լեզվով։ Ըստ իրավապաշտպանների, սա կարող է զրկել նրանց անգամ դրանք բողոքարկելու հնարավորությունից։ Նշեմ, որ հայ գերիներին հասանելիություն ունեցող միջազգային մարդասիրական միակ կառույցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2025-ի սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի կառավարության պահանջով դադարեցրել է գործունեությունն այնտեղ։ Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազանգերը կապի պահպանված միակ միջոցը կարող են դադարեցվել, ասված է Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ։ Շարունակենք կլինիկական մահ ախտորոշման Արաբկիր բուժկենտրոն տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կատարելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում 1 մարդ ձերբակալվել է։
Լրատվամիջոցների տեղեկություններով երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։ Հիշեցնեմ, երեխան բուժկենտրոն էր տեղափոխվել կեսգիշերն անց Շամշյանի տեղեկությամբ։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխայի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է։ Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել Արարատի մարզից։ Ամուսինները բռնություն գործադրելու սպառնալիքով անձին հարկադրել են ազգային ժողովի ընտրություններին ընտրել Մերձևովի թեկնածուին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Գազպրոմ Արմենիայի աշխատակից ՎԿ-ն եւ նրա կինը ՎԴ-ն ժամանելով ԱՀ-ի բնակարան ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախնական եւ միասնական դիտավորությամբ տան Բաքում խոսակցության ժամանակ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները ԱՀ-ի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գույքը վնասելու ոչնչացնելու սպառնալիք հնչեցնելով հարկադրել են անձնագրով ժամանել Տաշիր համայնքում գործող Մերձևովի գրասենյակ, հաշվառվել որպես նշված կուսակցության անդամ, իսկ առաջիկա ընտրություններում հունիսի 7-ին ընտրել իրենց թեկնածուին, այլապես կպայթեցնեն այնպես, որ այդ ամենը ներկայացվի որպես դժբախտ պատահար։ ՎԿ-ի եւ ՎԴ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ամուսնու նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, կնոջ նկատմամբ բացակայելու արգելքը, գրավն ու վարչական հսկողությունը, քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Հեծը պարզաբանում է ներկայացրել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան եւ գրասենյակի հոսանքազրկման առնչությամբ։ Ընկերությունը հայտնում է, որ մարտի 15-ին ժամը 13:05-ին Երևանի հիդրոէլեկտրակայանի 6 կՎտ փակ բաշխից սարքավորումների բջիջն անջատվել է, որով պայմանավորված կատարվել են մատակարարման սխեմայի փոխակերպումներ։ Անջատման պատճառ է դարձել այն, որ Յուվենտուս ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպությունը առանց հեծի հետ համաձայնեցման ապա մոնտաժել եւ քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից ակադեմիային պատկանող շինությունը, վնասելով հեծի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերն ու տանիքը։ Արդյունքում հորդառատ անձրևների ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել սարքավորումներն ու սնող մալուխագիծը, նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանաձև սխեմայի 4 ենթակայաններ, իրենց ցածր լարման սարքավորումներով եւ մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման։ Ընկերության մալուխներ եւ սարքավորումներ վերականգնող բրիգադներն անմիջապես անցել են վերանորոգման աշխատանքների, ավարտելով աշխատանքներն այսօր վաղ առավոտյան։ Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար, նշել են հեծից։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու այլ պաշտոնատար անձինք։ Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։ Հանրային ոլորտի աշխատանքի որակն ուղղակի նշանակում է հանրության կյանքի որակ։ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովում հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով ոլորտի կառավարումը որակյալ դարձնելու համար կա գործիք, այն է լրացուցիչ ներդրումներ այդ ոլորտում։ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում եւ չի կարող ունենալ այնքան ազդեցություն, որքան ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Հետևաբար հանրային կառավարման ոլորտի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխությունը մեր ամենակարևոր անելիքներից է։ Հանրային ոլորտը եւ մենք դա պետք է խոստովանենք, մենք դա չենք խոստովանում, առնվազն ենթագիտակցական եւ էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ Եվ սա կապված է մեր պատմական փորձառության հետ, որովհետեւ մեր մի քանի հարյուրամյա պատմական փորձառությունը ինչ է ցույց տվել։ Մենք առնչվել ենք հանրային այնպիսի ոլորտի հետ, որը բռնաճնշող է, որը ոչնչացնող է, որը արգելակող է եւ որը խանգարող է։ Այսպիսին է մեր վերջին 500 տարվա պատմական փորձառությունը որոշակի բացառություններով։ Եվ այս ընկալումը մեր իրականության մեջ շարունակում է մնալ, մինչդեռ իրականությունն այն է, որ հանրային ոլորտը այն ռելսերն են, որով ընթանում է մեր հանրային կյանքի գնացքը։ Մենք կարող ենք գնացքի վրա անել հնարավոր ամենամեծ ներդրումները։ Այդ գնացքի նստատեղերը եւ վագոնները ընդհանուր ոսկե ջրեր։ Բայց եթե ռելսերի վրա
պատշաճ ներդրումներ չեն արված, այդ գնացքը կամ պարզապես չի շարժվի տեղից, կամ շատ հաճախ վթարի կենթարկվի, ինչը մեր իրականության մեջ եկեք խոստովանենք, որ շատ հաճախ պատահում է։ Մեզ շատ կարևոր է ի վերջո արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի իր անձնական բարեկեցության վրա չի ունենում եւ չի կարող ունենալ այնքան ազդեցություն, ինչքան իր այդ քաղաքացու բարեկեցության վրա ազդեցություն է ունենում հանրային կառավարման ոլորտը։ Եվ հետեւաբար հանրային կառավարման ոլորտի նկատմամբ մեր հանրային վերաբերմունքի փոփոխությունը ամենակարևոր անելիքներից մեկն է, որը մենք պետք է անենք։ Ես ելի ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության ոչ մի բացարձակապես ոչ մի ընտանիք իր սեփական բարեկեցության վրա չի ծախսում եւ չի կարող ծախսել այնքան, ինչքան այդ նույն ընտանիքի բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները։ Բացառված է, չկա այդպիսի մի եզակի օրինակ Հայաստանի Հանրապետությունում, մենք Հանրապետությունում չունենք գեթ մեկ ընտանիք, գեթ մեկ անհատ, որ իր անձնական բարեկեցության համար ծախսում է ավելի շատ, քան այդ նույն մարդու անձնական բարեկեցության համար ծախսում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր վճարած ամեն դրամ հարկը այդ քաղաքացում վերադարձվում է տասնապատիկ անգամ ավել։ Տասնապատիկ անգամ ավել։ Եվ սա ընդ որում ճշգրիտ բանաձև է, եթե քաղաքացին վճարում է մի դրամ, իրեն վերադարձվում է 10 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 10 դրամ, իրեն վերադարձվում է 100 դրամ։ Եթե քաղաքացին վճարում է 100 դրամ, իրեն վերադարձվում է 1000 դրամ։ Եվ անդրադառնալով հանրային ոլորտի նորարարությանը, ինչ է նշանակում նորարարություն։ Նորարարությունը կրթություն է, որովհետև առանց կրթության հնարավոր չի անել նորարարություն, որովհետև նոր բան անելու համար պետք է նոր բան իմանալ։ Նոր բան իմանալու համար պետք է կրթություն։ Եվ այս է պատճառը, որ կառավարության վերջին առնվազն 1 տարվա քաղաքականությունը, 1.5 տարվա քաղաքականությունը ուղղված է հետևյալին։ Մենք մեծ ներդրումներ ենք անում հանրային ոլորտում, ընդ որում այդ ներդրումներով հանրային կառավարման ոլորտում ներդնելով կրթության ինքնաշխատ համակարգեր։ Մենք այնպես ենք անում, որ հանրային ոլորտում կրթությունը դառնա մոտիվացիա եւ կրթության արդյունքում ձեռք բերվի աշխատանքի եւ նորարարության նոր մոտիվացիա, նոր գիտելիք եւ նոր ըմբռնում։ Արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով Օմանում է, Մասկատում տեղի ունեցել Հայաստանի եւ Օմանի արտգործնախարարների հանդիպումը, շատ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Ավելի վաղ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Մասկատում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ տեսփանության պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաեւ արաբական երկրներում հավատարմագրված տեսփանների հավաք։ Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը կտեղակայի հատուկ արագ արձագանքման խումբ երկրի ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է մնալ կարևորագույն։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտություններին, ասել է Կալասը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Նա նաև ընդգծել է, որ ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա։
Եվ այսպես 2023 թվականից ի վեր պետբյուջեից տարբեր ծրագրերով մոտ 145 միլիարդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար։ Այդ մասին Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց խորագրով քննարկմանն ասել է վարչապետը։ Այս պահի դրությամբ ընդամենը մոտ 1700 ընտանիք ծրագրով տուն է ձեռք բերել։ Մի կողմից թիվը ըստ Փաշինյանի քիչ չէ այն առումով, որ աշխատող մեխանիզմ կա, որի լավարկումը միշտ էլ օրակարգում է։ Մյուս կողմից կա անհանգստություն, քանի որ կա ցանկություն, որ գործընթացն ավելի մեծ ծավալով տեղի կունենա։ Փաշինյանն անդրադարձել է նաև շահարկումներին, թե առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են եւ որ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ քաղաքացիություն ստանալու գործընթացը ձգձգի, խոչընդոտի։ Պատասխանելով ներկաների հարցերին կապված բնակարան ձեռք բերելու հետ, վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում որոշում կկայացնեն եւ Երևանամերձ մարզերի համար, որտեղ 3 միլիոն է, կդարձնեն 4 միլիոն դրամ։ Առաջիկայում դե յուրե որոշումը կկայացնեն։ Նախկինում կար շահարկումներ, որ առաջիկայում ընտրություններ են, կառավարությունը ամեն ինչ անելու է, որ քաղաքացիություն ստանալու process-ները ձգձգի, խոչընդոտի եւ այլն, բայց հիմա ընդհակառակը մենք անհանգստացած ենք, որ ծավալները քիչ են։ Իհարկե, այս ընթացքում նաեւ մարզային այցերի ընթացքում եղան դեպքեր, երբ կոնկրետ անձինք ասում էին, որ ինչ որ խնդիրներ կան, բայց դրանք փաստաթղթային ենթադրում եմ խնդիրներ են կամ գուցե կառուցակարգային խնդիրներ կան, որոնք մենք չենք նկատել եւ չենք լուծել, բայց դա պատահում է նաեւ անձնագիր փոխելու կամ այլ process-ների ընթացքում։ Ես նախ էլի ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ այսօրվա մեր հանդիպման համար ինչու ավելի վաղ այս ձևաչափով հանդիպում չի եղել, որովհետեւ այնուամենայնիվ եւ համայնքներում եւ մարզերում եւ կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործել է աշխատանքային համակարգող խումբ եւ այդ ձևաչափերը իրենք բավարար չափով հագեցած չեն եղել, դե տեղ ունեցել են իրենք իրենցով աշխատելու։ Հիմա ես կարծում եմ, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որ պետքա ամփոփենք նախորդ փուլի արդյունքները եւ արձանագրենք մեր առաջիկա անելիքները, մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն, տուն, աշխատանք, սոցիալական միջավայր։ Մեզ պետքա ձեզնից ազդակներ ստանալ, թե էլ ինչ պետքա անենք, որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք։ Ղարաբաղից տեղահանված 34576 անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ներքին գործերի նախարարն է հայտարարել, Հարփինե Սարգսյանն ասել է, որ այս պահի դրությամբ լիովին այլ իրավիճակ է քաղաքացիության դիմումների մասով, որովհետև եթե անցած տարվա կտրվածքով առաջին կիսամյակում ընդամենը մոտ 4000 դիմում են ունեցել, արդեն այս տարվա հաշվարկով 2.5 ամսվա կտրվածքով այդ թիվը գերազանցում են։ Նախարարը նաև հիշեցրել է, որ ի տարբերություն մյուսների Ղարաբաղից տեղահանվածները քաղաքացիության դիմելու համար որևէ վճար չեն վճարում։ Մենք անմիջապես, երբ որ կարգավիճակի որոշումը եղել է, մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսը եւ քաղաքացիության դիմումների ընդունման գործընթացին ենք լծվել, ընդ որում ի տարբերություն ներկա իրավիճակի մենք նախկինում ընդամենը 1 կետում էինք ընդունում քաղաքացիության հետ կապված դիմումները, հաշվի առնելով նաեւ ընդհանուր ծավալները։ Այս պահի դրությամբ հանրապետության բոլոր կետերում հաշվի առնելով մեր հայրենակիցների դիմումների հոսքերը, բոլոր կետերը բաց են, հասանելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար դիմումներ ներկայացնելու համար։ Ընդ որում, բացի հիմնական կետերից, պիտի նշեմ, որ Երևանում 2 կետ ունենք առանձնացված եւ նաեւ շրջիկ ձևաչափով մեր շարժական գրասենյակները եւս թույլ են տալիս դիմումները այդ եղանակով եւս հավաքագրելու։ Նշեմ, որ այս ընթացքում իհարկե որոշ խնդիրներ արձանագրել ենք փաստաթղթավորման առումով հատկապես, որովհետեւ մեր սիրելի հայրենակիցները ներկայացրել են տարբեր հարցեր, որոնք կախված են եղել որևէ փաստաթուղթ կորցնելու, այդ փաստաթղթի հետ կապված տվյալները չներկայացնելու մասով, բայց պիտի նշեմ, որ մենք սերտորեն գործակցելով մեր գործընկերների հետ անընդհատ փորձում ենք լուծել այս խնդիրները, հասկանալ թե ինչպես պիտի վերականգնենք այս տվյալները։ Գիտեմ, որ տարբեր խնդիրներ եք նաև բարձրաձայնում մեր հետ թե ուղիղ, թե անուղղակի հաղորդակցության շրջանակներում, որ
հատկապես ծննդյան վկայականների վերականգնման մասով հարցեր կան, դատական քաշքշուկներն են ավելի բարդացնում ընդհանուր process-ը եւ այս պայդրությամբ օրինակ լուծում ենք քննարկում, կգանք իհարկե վերջնական որոշման, բայց շատ ավելի հեշտ ճանապարհով, օրինակ նոտարի կողմից իրավաբանական փաստ հաստատելու ճանապարհով ավելի կրճատելու այն ժամանակահատվածը, որը որ պիտի ծախսվի փաստաթղթի վերականգնման վրա, իհարկե միասնաբար կհասկանանք նաև այս լուծման իրատեսականությունը, բայց ուզում եմ հավաստիացնել, որ մենք եւս իրազեկվելով խնդիրներին փորձում ենք այլընտրանքային լուծումներ նաև այս տրամաբանության մեջ մշակելու, որպեսզի process-ը հարթ ընթանա։ Շարունակենք Մասկատու մարդգործնախարարը հանդիպել է Օմանի գյուղատնտեսության, ձկնաբուծության եւ ջրային ռեսուրսների նախարարի հետ։ Քննարկել են ոլորտային գործակցության զարգացման, առևտրի խթանման հնարավորությունները ներկրման ու արտահանման ուղղություններով։ Ներկայացվել են փոխադարձ հետաքրքրություններն ու այն ուղղությունները, որոնք առավել ներուժ են պարունակում առևտրաշրջանառության ընդլայնման առումով։ Անդրադառնալով տնտեսական զարգացման եւ ներդրումային նպաստավոր պայմաններին, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար։ Զրուցակիցները պայմանավորվել են խթանել ոլորտային գերատեսչությունների եւ մարմինների, նաեւ գործարար շրջանակների միջև ուղիղ կապերը, ապահովելու համատեղ նախաձեռնությունների ու կոնկրետ ուղղություններով շահավետ գործակցության կյանքի կոչումը։ Նախարարը հանդիպել է նաև Օմանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ։ Զրուցակիցները քննարկել են ավիացիայի տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցեր, երկուստեք ընդգծելով Երևան-Մասկատ ուղիղ ճվերթի հաստատումը խթանելու պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ եւ դինամիկ տնտեսական գործընկերությունների խթանմամբ։ Մտքեր են փոխանակել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների թվայնացման եւ նորարարական կրթության, արհեստական բանականության եւ ոլորտներում լավագույն փորձի փոխանակման հնարավորության շուրջ։ Այս պահին ներկայացված սահմանադրության տեքստում ներածությունը չկա առհասարակ, իսկ անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասել է Արդարադատության նախարարը, անդրադառնալով հարցին, թե արդյոք հռչակագրի մասը սահմանադրության նոր տեքստից հանվել է։ Սրփուհի Գալյանն ասել է, որ հիմա վարչությունում եւ խմբակցությունում են քննարկումները շարունակում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա պետության իրավական հիմքն է եւ մեկ քննարկմամբ վստահաբար չեն կարող ամփոփել իրենց մտքերը։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետները դեռ հայտնի չեն, կհստակեցվեն, չկա նաև հանրաքվեի ժամկետ։ Ընդհանրապես թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված ներածության շրջանակներում։ Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում. սահմանադրության տեքստը նախագծի տեսքով լինելու է հրապարակային, այդ թվում հրապարակային է լինելու ներածությունը եւ հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրած, կորոշվի։ Հիմա վարչությունում են քննարկումներ եւ խմբակցությունում են քննարկումները շարունակվում։ Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր իրավական հիմքն է պետության եւ մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը եւ մեր մտքերն ամփոփելուց հետո կորոշվի դրանք էլ են տեքստը պատրաստ է եւ ես խոստացել եի որ մարտ ամսին պատրաստ կլինի բայց մտքերի փոխանակման համատեքստում հրապարակման ժամկետները կհստակեցվեն ամեն դեպքում պետք է ներկայացնեք վարչության նիստում այդ մոտեցումներում կան հանգամանքով որ հնարավոր է պահպանվի նաեւ անկախության հռչակագիրը նախ եկեք վարչությունը չենք շփոթում սահմանադրական բարեփոխումների խորհրդի հետ, խորհուրդը բոլորովին այլ մարմին է, որտեղ վարչությունից որպես պատգամավոր ներկայացված է մեկ մարդ այս պահին եւ մնացածը ավելի մեծ մասը, այսպես ասեմ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են եւ ամեն մարդ պատասխանատու է իր որոշման համար եւ խորհրդում որոշումները ընդունվում են հենց այդ սկզբունքով։ Տիկին Գալյան, իսկ ներածության մեջ է հրապարակային դարձնելու իրավական արգելանք գոյություն։ Ոչ։ Ինչու մինչև հիմա հրապարակային պատրաստ չէ։ Տեսեք, եթե դուք ինձ նախ սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկումները հրապարակային են,
ձեզ բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու խորհրդի նիստերին։ Մենք ունեցել ենք նիստեր, որոնց մասնակցել են զանգվածային լրատվության միջոցներ, եւ սա շատ կարևոր հանգամանք է, որ մենք կուլիսների հետևում չենք աշխատում։ Ինչ վերաբերում է ավելի լայն հանրային քննարկումներին, մենք չունենք հանրաքվեի ժամկետ։ Ես ձեր մտահոգությունները, եթե դրանք մտահոգություն էին, կարող էի հասկանալ, եթե օրինակ ժամկետ լիներ հանրաքվեի, մենք ասած լինեինք, այսինչ օրը անցկացնելու ենք հանրաքվե եւ ուշացնեինք տեքստի հրապարակումը, բայց սիրելիներ, հանրաքվեն նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին, ոչ, որովհետեւ օրենսդրական արգելք կա եւ այս մասին բազմիցս խոսել ենք։ Մենք կտանք հանրությանը, որովհետև դա մեր մեծագույն ցանկությունն է, բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին եւ բավարար ժամանակ տեքստին ծանոթ լինելով կատարել ճիշտ ընտրություն։ Միքայել arczepiskopos Աջապահյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Վերաքննիչ դատարանը մերժել է Շիրակի թեմի առաջնորդի խափանման միջոց տնային կալանքը փոխելու միջնորդությունը։ Նրան սակայն թույլատրվել է ներկա լինել պատարակներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարակ մատուցել չի թույլատրվում։ Հիշեցնեմ, Միքայել arczepiskopos Աջապահյանի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Arczepiskopos-ը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Դատախազությունը պահանջում է Բագրատ arczepiskopos Գալստանյանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել Հայաստանին։ Վարույթի շրջանակում պարզվել է, որ Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման ամրացված Բերդ համայնքի Նավուր գյուղի անշարժ գույքը մոտ 8.5 միլիոն դրամով օտարվել է ԱՍ-ին։ Հետագայում ԱՍ-ը նշված հատուկ նշանակության հողատարածքը եւ շինությունները, այդ թվում զորանոցը ընդամենը 400.000 դրամով օտարել է Բագրատ Սրբազանին։ Պարզվել է, որ հողամասը հատուկ նշանակության է, իսկ հողային օրենսգրքի համաձայն արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, որոնք հատուկ նշանակության հողեր են։ Միաժամանակ գլխավոր դատախազությունը դեռևս 2023 թվականին հայց էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան ընդդեմ ԱՍ-ի եւ երրորդ անձանց, այդ թվում Բագրատ Սրբազանի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Նշված հայցով կիրառվել է հայցային վաղեմություն, սակայն գլխավոր դատախազության կողմից վճիռը բողոքարկվել է վերաքննության կարգով, հայտնել են դատախազությունից։ Եվ այսպես Եվրամիության ընդլայնման եւ հարևանության քաղաքականության հարցերի հանձնակատարը Հայաստանում է։ Մարտակոսն արդեն հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց շատ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Facebook-ում վարչապետը տեսանյութ է հրապարակել, սիրում ենք բոլորիդ գրառմամբ։ Իսկ մինչև այդ Մհեր Գրիգորյանն ու Մարտակոսը ստորագրել են դիմակայության եւ աճի պլանի ներքո 2025-ից 2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։ Համատեղ հայտարարության ժամանակ փոխվարչապետն ասել է, որ կոսը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանս-կասպյան տրանսպորտային ուղուն։ Կոսը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստան այցելելու համար եւ տեսնելու այն առաջընթացը, որը երկիրը գրանցել է վերջին կես տարվա ընթացքում։ Հայաստանին համարում են վստահելի գործընկեր եւ բարեկամ։ Կոսը խոսել է նաեւ վիզաների ազատականացման ու հիբրիդային սպառնալիքներին Եվրոպայի աջակցության մասին։ Այսօր մենք հանգամանալից անդրադարձանք Հայաստանում շարունակվող ոլորտային բարեփոխումների ընթացքին, որոնք բխում են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած երկուստեք հանձնառություններից։ Բարեփոխումների ընթացքի արդյունավետության ավելացման դրանց արդյունքները մեր քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով քիչ առաջ ստորագրեցինք դիմակայության եւ աճի պլանի ներքո 25-27 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը, որով սահմանեցինք հավակնոտ միջոցառումներ, մասնավորապես
արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում։ Առանձնահատուկ կենտրոնացանք տարածաշրջանային կապակցվածության հարցերին և այդ համատեքստում պայմանավորվեցինք շարունակել աշխատանքները կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, TRIP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության, մասնավորապես գլոբալ դարպասներ ռազմավարության իրականացման ուղղություններով։ Ուրախ եմ արձանագրել, որ հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղուն։ Հանձնակատար Կոսի միջոցով մեր երախտագիտությունն ենք հայտնել Եվրոպական միության ղեկավարությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար։ Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել տարածաշրջանային կապակցվածության մեջ նպաստելու կայուն խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Այդպես է կառուցվել նաև Եվրամիությունը խաղաղության, կայունության և բարգավաճման վրա։ Սահմանային անցակետերի բացումը, կամուրջների և ժամանակակից ճանապարհների կառուցումը կարող են կապել ոչ միայն շուկաները, այլև մարդկանց։ Տնտեսական կապերի ամրապնդմամբ կարելի է նաև նվազեցնել հակամարտությունների ռիսկը։ Եվրոպան դա լավ գիտի սեփական պատմությունից։ Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որը վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի Եվրամիության հետ, ինչն արտացոլում է մեր կապերի խորությունը։ Եվ վերջապես սա կարևոր տարի է նաև Հայաստանի ժողովրդավարության համար։ Հունիսին հայերը կգնան ընտրությունների։ Ամբողջ Եվրոպայում մենք տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ ուժերն ամեն օր փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները կիբերհարձակումների, ապատեղեկատվության և այլ միջամտությունների միջոցով, և Եվրոպան այստեղ է աջակցելու համար։ Մենք կօգնենք Հայաստանին պայքարելու հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ, որպեսզի հայերը կարողանան ազատ և արդար ընտրություններ անցկացնել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան։ Վաշինգտոնյան գագաթնաժողովը Երևանին ու Բաքվին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր։ ԱՄՆ ազգային հետախուզությունը հրապարակել է սպառնալիքների տարեկան գնահատում զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Նշվում է, որ 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը երկու երկրին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր և նպաստելու տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Փաստաթղթի համաձայն խաղաղության գագաթնաժողովից սկսած կողմերը պատրաստակամություն են հայտնել պահպանելու խաղաղ գործընթացի դինամիկան։ Մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի խախտումների թիվը կտրուկ նվազել է և այժմ գրեթե բացակայում է։ Միևնույն ժամանակ զեկույցում ընդգծվում է, որ դեռ կան խոչընդոտներ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին։ Օրինակ, նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ ուժի հետ չեն քննարկել, չեն քննարկում և չեն էլ քննարկելու։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սահմանադրությունը փոխելու շուրջ քննարկումներին։ Վարչապետն ասել է, որ անկախության հռչակագրի խնդիրը մեր սահմանադրության խնդիրը, մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ, ոչ թե ուրիշներին, աշխարհում ճիշտ դիրքավորվելու համար։ Նիկոլ Փաշինյանը նաև չի բացառել, որ առաջիկայում գուցե սահմանադրության տեքստի վերլուծությամբ ցույց տա, թե ինչու է անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր։ Արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, թե իշխանության գալու պարագայում վերանայելու են խաղաղությունը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմն է։ Խոսելով ընտրությունների մասին, վարչապետն ասել է, որ հանրապետության այլ փողոցներում դեռ Ռուսաստանաբնակ հայրենակցի չի հանդիպել, որը համակրանք չի արտահայտել մեր կառավարության և քաղաքականության նկատմամբ։ Ինչ վերաբերում է պատերազմի կուսակցությանը, դա հիմա ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները եւ այդ շրջանակները ըստ էության ինչ են ասում, առաջինը ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը եւ երկրորդիվ
սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Դա ես շատ ուղիղ առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։ Բոլոր այդ ուժերը այսօր հստակ, իմիջիայլոց ասեմ, նրանցից ոմանք ըստ ամենայնի չեն էլ հասկանում ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որոնք իրենք արտասանում են, առնվազն մի մասը, ինձ համար ակնհայտ է, որ ուրիշ տեղեր են գրված եւ նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են, առավել եւս իրենց ասածը, խոսացածը չհասկացող ուժերը եւ քաղաքական գործիչները իհարկե չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։ Ես իմիջիայլոց ասեմ, առաջիկայում ես այդ թեմային վերաբերող առանձին Facebook-յան եթեր եմ պլանավորում եւ ես դրան ավելի մանրամասն կանդրադառնամ։ Իմ ասելուց հետո ավելի է ահագնացել, որովհետեւ այդ բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած մաքսիմալ աշնանը ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում։ Այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտա, հստակ մի մասը ենթադրում եմ չի էլ հասկանում ինչ ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Գիտեք, Երևանի եւ Հանրապետության փողոցներում քայլում եմ այդ թվում ուղիղ եթերում եւ ես դեռ Ռուսաստանա բնակ ոչ մի հայրենակցի չեմ հանդիպել, ես չեմ հանդիպել, որը համակրանք չի արտահայտել բանի մեր կառավարության եւ քաղաքականության նկատմամբ։ Բայց լսեք, նրանք գալու են ում Դոմպիպոյի օգտին են քվեարկելու, թե կոկաինի Միհրանի օգտին են քվեարկելու։ Այսինքն ես ոնց կարամ այլ կերպ մտածել մեր ժողովրդի մասին։ Ոնց կարամ այլ կերպ մտածել։ Այսինքն գալու են Դոմպիպոյի, կոկաինի Միհրանի, Նեմեց Ռուբոյի օգտին քվեարկել։ Այսինքն ես կարամ մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Ես կարամ մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Չեմ կարա ես մեր ժողովրդի մասին տենց բան մտածել։ Եվ այսպես ուժեղ առաջարկ, ուժեղ տղերքին գրությամբ տեսանյութ է հրապարակել վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքն ուղղված է Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին։ Ուժեղ առաջարկ Ռ Քոչարյանին, Ս Կարապետյանին եւ Գ Ծառուկյանին։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության գրեք արհամարել։ Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք։ Վարչապետը նախորդի երեկոյան ընդունել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի գլխավորած պատվիրակությանը։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, ամրապնդելու օրենքի գերակայությունն ու զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները։ Մարտակոսն էլ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Եվրամիությունը բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները եւ դրանց ուղղությամբ դրսեւորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ գործակցության, մասնավորապես բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղաքասարակությանն ու ԶԼՄ-ներին։ Մարտակոսի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ներքին գործերի նախարարը։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները, ընդգծելով, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ Եվրամիության հանձնակատարի այցն է Հայաստան, ինչը վկայում է ակտիվ եւ արդյունավետ համագործակցության մասին։ Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին, Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը եւ վստահություն հայտնել, որ երկու ստեկ կբարձրաձայնվեն
են գոհացուցիչ արդյունքներ։ Մարտակոսը գերազանց է գնահատել նախարարության եւ անձամբ նախարար Սարգսյանի գործունեությունը վիզաների ազատականացման գործընթացում։ Նա նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար, ընդգծելով, որ ներկայում այն միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունն այս ուղղությամբ ակտիվ երկխոսություն է վարում։ Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու եւ կիբերհարձակումների դեմ պայքարին առնչվող հարցեր։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության տարածքում դիրք չի կառուցել։ Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարարն է հայտարարել, անդրադառնալով հարցին, արդյոք Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներում դիրքեր կառուցել է թե ոչ։ Սուրեն Պապիկյանը համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսակետի հետ, որ ընդդիմության ռազմատենչ կեցվածքն իշխանության գալու դեպքում հանգեցնելու է պատերազմի։ Նախարարն անդրադարձել է Սամվել Կարապետյանի անունից տարածված տեսանյութի բովանդակությանը, որտեղ գործարարը խոսում է իշխանության հասնելու դեպքում մեծաթիվ դրոններ ձեռք բերելու մասին։ Դժվար է հիմա ասել Սամվել Կարապետյանը ինչ որ բան է հայտարարել։ Ես հիմա պետք է հասկանամ, մենք գործ ունենք արհեստական բանականության, թե իրական մարդու հետ։ Երբ իրական կլսենք նրան, գուցե այդ ժամանակ արձագանքեմ իրեն։ Բայց հաշվի առնելով, որ պրոցեսներ են տեղի ունենում եւ հասարակությունը այնուամենայնիվ նաեւ արհեստական բանականությանը առերեսվում է եւ գուցե պիտի լուրջ վերաբերվի, որովհետեւ մենք աշխատում ենք վիրտուալ մարդկանց հետ եւ ոչ իրական, բնականաբար պիտի վիրտուալ մարդկանց մասին խոսենք, հաշվի առնելով, որ երեք արդեն նրանք տեսանյութեր էին տարածում, որոնք մեղմ ասած հարիստ չէ ոչ քաղաքական ուժին եւ նաեւ կա խաղանների, չգիտեմ, այլ պատկերներով, ինչ որ արհեստական բանականությամբ ձևավորած ուժեղ մարդկանց կերպարով։ Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ այդ մարդիկ ուղղակի իրավունք չունեն խոսել անվտանգությունից, նույն Սամվել Կարապետյանը անվտանգությունից խոսելուց առաջ թող իրեն հաստա եւ հասարակությանը պարզաբանի, որ մի գերդաստան, մի ամբողջ գերդաստան չծառայած զավակներով, որդիներով, թոռներով։ Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործչի եւ նրա զավակների մասին։ Եվ մարդ, ով ունի մի գերդաստան, որոնց մի մասը չեն ծառայում, պիտի պարզաբանում տա եւ նոր խոսի անվտանգությունից։ Ես այլ բան իրեն չեմ։ Երբ կպարզաբանեն, ինչու չեն ծառայել, ինչու Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով, բայց մարդիկ փախած են, ձեր ցավը տանեն։ Հարցն է, որ այդ բարձաբանումը չի դրվել նաեւ։ Նարեկ Կարապետյանը էստեղ է, Նարեկ Կարապետյանը ես փախչող չեմ ասում։ Նույն Սամվել Կարապետյանի տղաները ուր են եղել մինչև 27 տարի։ Եղեցին բան նախարարի տեղեկություններ ունենք, դա օրինական թե անօրինական ճանապարհով բանակից ազատվել է։ Փաստ է եղել, որ այդ մարդիկ բանակից չեն ազատվել։ Այդ մարդիկ մինչև 27 տարեկանը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Օգտվում են ինկուբար տալու։ Այ պարզապես ոչ մի ծրագրից չեն օգտվում։ Այդպես շատերն են օգտվում։ Հազարավոր քաղաքացիներ հայտ չեն ներկայացնում, քաղաքական եւ երկիրը ղեկավարելու հայտ չեն ներկայացնում։ Բայց եթե դա այդպես խնդիր է, Բոլորի բանակից ազատվելու համար կան համապատասխան հիմքեր։ Հարցում արեք, բոլորին պատասխան։ 2026 թվականի սկզբից Ախուրիկի անցման կետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Հարցին արդյոք հանդիպում է անհետ կորածների ծնողների հետ, Անդրանիկ Սիմոնյանը դրական պատասխան է տվել, ասել, որ տարին առնվազն 2 անգամ նիստ պետք է լինի եւ դրանք պատշաճ իրականացվում են։ Վերջի անգամ չեմ հիշի, բայց բոլոր խմբերի հետ հանդիպել ենք, նաեւ այդ հանձնաժողովի աշխատանքային կանոնագրքում նախատեսված է, որ տարվա մեջ առնվազն 2 անգամ նիստ պետք է լինի եւ դրանք պատշաճ։ Շարունակենք, տարվա կտրվածքով եղել է սպանության 50 դեպք, որը համաշխարհային միջինից 2 անգամ քիչ է։ Լրագրողների հետ զրույցում ներքին գործերի նախարարն է հայտնել։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ընդհանուր պատկերում սպանությունները 0.1% են կազմում։ Ըստ նախարարի կա նաև մտածողություն փոխելու խնդիր, օրինակ իրար վրա տրանսպորտային միջոց վարելու հետևանքով կարելի է իրար ծեծել, ու չնայած տարածված պրակտիկան խնդրի լուծման մեթոդ չէ, բռնությանն ավելի կոշտ բռնությամբ արձագանքելու եւ խնդիրն այդ կերպ լուծելու պրակտիկան Հայաստանում ամրապնդվել է, նպաստելով նաև քրեական ենթամշակույթի տարածմանը։ Նախարարը արձագանքել է նաև վարչապետի հայտարարությանը Հայաստանի Հանրապետությունում պատերազմ նախապատրաստողների մասին։
Որևէ խոճապի մասին խոսք չկա, վարչապետը փաստական առումով անդրադառնում է այն խոսույթին, որ ըստ էության կա այս պայծրությամբ քաղաքական դաշտում եւ քաղաքական արձագանք է նաեւ տալիս որպես երկրի ղեկավար եւ նշեմ, որ եթե այլ հանցագործության տարերի հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ՆԳՆ-ն հանդես կգա հաղորդագրությամբ։ Կարծում եմ բոլորդ հետևում եք լրատվական դաշտին եւ վստահ եք, որ շատ ուժեր, այնպիսի մտքեր եւ այնպիսի հայտարարություններ են նաեւ հնչեցնում, որոնք այո, հակադարձում են հաստատված խաղաղությանը եւ կարող է նմանատիպ քաղաքական ռեակցիա լինել եւ ինչի բնական։ Այլ ես նշեցի, որ կա նմանատիպ ազդակ, վարչապետը տվել է քաղաքական գնահատական եւ իրավապահ համակարգը հանցագործության կոնկրետ տարերի դեպքում կտա արդեն նաեւ իրավական գնահատական։ Նախարարը նաև անդրադարձել է 1 տարեկան 2 ամսական փոքրիկի ծեծի դեպքին, նշել, որ իրենք հաղորդում են ստացել բուժկենտրոնից, անմիջապես սերնամուխ են եղել օպերատիվ հետախուզական աշխատանքներին եւ դրա հիման վրա է, որ հենց սպանության գործով է վարույթը նախաձեռնվել։ Արփինե Սարգսյանն ասել է, որ շարունակում են քննչական կոմիտեի հետ աշխատանքները։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներդրված նոր համակարգն այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը չպիտի լինի ոստիկանը, ազդակը պիտի գա համայնքից, այնտեղի սոցիալական ծառայողներից եւ մնացյալից։ Երբ որ մենք հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից, ահազանգ կարելի ասել այնպիսին էր կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ ըստ էության գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ process է, երեխան իրեն վատ է զգացել եւ դրա արդյունքում է, որ տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ հետախուզական աշխատանքների եւ դրա հիման վրա է նաեւ, որ հենց սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել, որովհետեւ տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ նաեւ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին, երեխայի ծեծի մասով եւ ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով այժմ շարունակում են քննչական կոմիտեի հետ աշխատանքները, գիտեք, որ նաեւ խափանան միջոց կա ընտրված անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաեւ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի, այո, իրավիճակներին եւս նաեւ իրավական գնահատական որպես այդպեսի կարողանանք տանք, այո, ինչ վերաբերում է Չէ, այս պահին ուղղակի կարգավիճակի հետ կապված հարցեր են ճշգրտման փուլում։ Չեմ բացառում, կախված այն տվյալներից, որոնք որ կստանանք, նշեմ, որ միջավայրի հետ կապված, տեսեք, նշում եք համայնքային ոստիկանության հետ կապված, մենք պիտի նախ առաջինը նկատի ունենանք, որ մեր երեխայի իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որ ներ ենք դրել, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպեսին չպիտի լինի ոստիկանությունը։ Այսինքն ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից եւ մնացյալից։ Ես վստահ եմ, որ նաեւ գործընկերներն են այս հարցը դիտարկում, նաեւ իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան եղել է ազդակ օբյեկտիվորեն, թե չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի։ Ես էլ մեր մասով համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք հնարավոր է այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից այո ստանալ թե ոչ, եւ եթե որևէ խախտում հայտնաբերի այս դեպքում ի պատասխանատվության տիրույթում, այսինքն ոստիկանի աշխատանքի մասով, բնականաբար ռեակցիայի դրությամբ այդ մասով ինչ ասացիք, ինչ որ հետո արդեն որ ուսումնասիրել կա, այդպեսի դա եղել այդպեսի միջավայրից մասին էր հարցը։ Հիմա շարունակում ենք մեր ուսումնասիրությունները, թույլ տվեք ավել բան չհանրայնացնել, որովհետև նաև երեխաների եւ ընտանիքի մյուս անդամների հետ կապված որոշակի նաև հոգեբանական վիճակ ունենք։ Հիմա պատկան մարմինները աշխատում են։ Թեժեր պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը միջադեպ է եղել պատգամավորների եւ լրագրողի միջև։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ հանձնաժողովի նիստի ներկա լրագրողներից միայն մեկն է չեզոք, մնացած 10-ը անդիմադիր են։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանն էլ կոչ արել Ալեքսանյանին չափավորել խոսքն ու չթիրախավորել լրագրողներին։ Ալեքսանյանն արձագանքել է։ Անդրանիկ Քոչարյանը կոչ արել հանդարտվել եւ աշխատել։ Պարոն Մանուկյան, ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք։ Ուրեմն դուք ձեր չափը ճանաչեք, հաջորդ անգամ։ Հերիկը քեզ եղավ էլ մյուսակա ձերը չբարձրացնես թե։ Լրագրողների չէ, ընդդիմադիր լրագրողների, ում որ ծառայում են նայել կներեք արտահայտությանս համար պաստուպի տալու։
Գողականը, պարոն Մանուկյան, ձեր շեֆերն են ու ձեր շեֆերի շեֆերն են, պարոն Մանուկյան։ Այն որ ազգային ժողովի ամբիոնից պարեկների աշխատավարձից 5 տարի է սարքել եք, մեկը հենց դուք, պարոն Մանուկյան, թիրախավորման թեմա։ Պարեկները 300,000 են ստանում, պարեկները 300,000 են ստանում, բայց կներեք էլի։ Եկեք աշխատենք գուցե։ Այս վեճը դռնից ենք ո՞մ մենք անդադ կարանք անենք լրագրողները տեսեք ինչքան շատ են բոլորը սենսացիային մանգալ եկանք բարով եկեք ել հիմա սենսացիաները վերացավ շարունակում ենք աշխատանքը տիկին նախարար ձեր բացահայտման համար բավականին մեծ դաշտ բացվեց դուք պետք է ուսումնասիրեք 300-ի տվյալները կտան մեր գործընկերները եւ եթե դա չի համապատասխանում հայտարարությամբ հանդես կգաք պարոն Ալեքսանդրյան եկեք կրկերը մի հատ կրկերը հանդարտվեց հարգելի գործընկերներ հիմա առանց կրկեր Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին։ Քննարկվել են խոսքի ազատության, եզդիական համայնքի առնչությամբ, հանրության տեղեկացվածության ոչ բավարար մակարդակի, եզդիների ուսուցման, վաղ ամուսնությունների կանխարգելման, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունման կարևորության հետ կապված հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների համայնքների առնչությամբ հասարակության կարծրատիպերը հաղթահարելու միջմշակութային երկխոսությունը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանրային եւ քաղաքական մասնակցությունը խթանելու կարևորությունը, կրթությունից դուրս մնալու եւ այլ խնդիրներ։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ այս ոլորտում անհրաժեշտ է ոչ միայն դեպքերին արձագանքող, այլև իրավունքներն ակտիվորեն խթանող մոտեցում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել ընդլայնել գործակցությունը ոլորտային հարցերը հասցեավորելու նպատակով։